Մեկը ասում է ես քաղաքականությունով չեմ զբաղվում, բայց այդ տրանսպորտը խիտ հանգացրեցին, գումարներս չեմ բավականացնում։ Այն մյուսն էլ ասում է այ Կարեն ջան, ես ինչ գործ ունեմ, ես գործ չունեմ քաղաքականության հետ։ Բայց այ մի փոքր տաղավար էի սարքել, մի փոքր տեղ օրվա հացս է էլի վաստակում, մի բան էի վաճառում, այդ էլ եկան քանդեցին հանեցին։ Այս մյուսն էլ ասում է Արմարդ ինչ գործ ունեմ ես քաղաքականության հետ, այդ ինձանից հեռու է, բայց այդպես էլ չհասցրեցի տեսնեմ Արցախը, ափսոս էր էլի այդ հողու ջուրը։ Լավ դռներ, բերքատու ծառեր, ամենավորակյալ ընկույզը, բայց այդ հողերը ինչ ափսոս են, բայց ես քաղաքականությունով չեմ զբաղվում։ Որոշ զոհվածների ծնողներ էլ ասում են, բայց մեր բալեկին որ անտեղի կոտորեցին, սրանց պատասխանը ով է տալու։ Այս վրեժը ոնց ենք առնելու, ով է առնելու։ Բայց մենք քաղաքականությունով չենք զբաղվում, հեռու ենք, գործ չունենք։ Մյուսներն էլ ասում են սենց որ գնաց, սենց շարունակվեց, ոտ թուրքը մտնում է մեր քաղաք, մեր տուն։ Մեր օջախի շեմին է հասնելու, բայց մենք քաղաքականությունով չենք զբաղվելու։ Տեսնենք մեր կանանց ու աղջիկներին ոնց ենք պաշտպանելու, ինչ ենք անելու։ Դուրս են գալիս բակ աշխատանքի գնալուց, այս մյուս կողմից ասում են Կարնե ջան, դե մենք քաղաքականությունից շատ հեռու ենք, բայց որոշ շենքերի բակերը մի քանի տեղ էլ ասֆալտապատեին այնքան լավ կլիներ։ Այս մյուս կողքին նայեմ ասում են Կարնե ջան, դե դու երևի քաղաքականության մեջ ես, չէ, մենք չենք զբաղվում, բայց մի հատ աղբի վիճակը նայեք, ոչ ծառ կա, ոչ ծաղիկ կա, ոչ կանաչապատում, ոչ մի բան չկա։ Դե բայց մենք գործ չունենք, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։ Մի որոշ մտահոգ քաղաքացիների խումբեր ասում են, այ մարդ, վախենում ենք տանից դուրս գանք։ Այստեղ կրակում են, այստեղ սպանում են։ Չգիտենք, մի օր տանից դուրս գանք, այդ օրը հետ կգանք, թե ոչ։ Համատարած սպանություններ, հանցագործություններ, բոլորի ձեռքում զենք, կարծես պատերազմի դաշտում լինենք, բայց մենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Մեկ ուրիշը, տրանսպորտների վիճակը ահավոր։ Կանգառների մասին խոսք չկա։ Ժամային հերթականությունը, թե ներսում ինչ է կատարվում, ինչպես բոլոր տեղերը նույնպես առավել եւս Էջմիածին Երևան տեսեք ինչ է կատարվում, բայց մենք ոչ մեկս ինչ գործ ունենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Եվ եթե շարունակեմ ես այս շարքը, թե ինչքան քաղաքականությունով չենք զբաղվում եւ չեն զբաղվում, բայց միևնույն է օրեցօր ամիսը ամիս տարիներով վերջին ժամանակահատվածում, վերջի անիծված տարիների ընթացքում քանի գնում է ապրելը կյանքը, վտանգված է դառնում հոգսաշատ, իրական քաոս, մղձավանջ, որ երբևէ չենք պատկերացնի։ Քաղաքականությունով չենք զբաղվում։ Հա, դե իհարկե, բա ինչ, բան ու գործս թողած աշխատանքներս ընտանիք, կյանք տուն տեղ, ինչպես ասում եք, ես եմ քաղաքականությունով զբաղվում։ Կռիվ տամ տրանսպորտում վարորդների հետ ինչպես տեսել եք, քաղաքապետարանի, կարելի ասել չքաղաքապետարանի աշխատակիցների հետ բոլոր բաժիններից սկսած։ Այս մեկին կարգի բեր, մյուսին կարգի հրավիրի։ Ստիպի որ սա կատարեն, նա կատարեն, բոլոր իրենց պարտականությունները կատարեն տեղին եւ իդեալական։ Բայց ինչ բան ու գործը թողնեմ, ես եմ քաղաքականությունով զբաղվում։ Մեր կյանքի ապրելակերպի ամենօրյա հոգսերի եւ վտանգված մեր անձնականի հետ կապված որոշում ենք քաղաքականությունով զբաղվում ենք թե ոչ, այսինքն դու քո իրավունքները պահանջելու դեպքում տեր կանգնելու համար նշանակում է քաղաքականությունով եք զբաղվում, այդպես է մտածելակերպը, ոչ։ Եկեք չերկարացնեմ։ Մենք պարտավոր ենք բոլորս, դուք, մենք միասին, յուրաքանչյուրս կատարելու մեկ քայլ այս ամենից ազատվելու համար։ Իհարկե, հաջորդի չթողնելու, որ նույնը կրկնվի կամ էլ ավելի վատը լինի։ Իսկ այս դեպքում ինչ ենք անում, քանի որ լինելով Էջմիածին քաղաքի բնակչուհի, այս պահին առաջարկում եմ եւ խնդրում եմ իմ Էջմիածնի բնակչությանը եւ համայն հայությանը, ինչպես ասում եք, չզբաղվելով քաղաքականությամբ, բայց ձեր մեկ ձերքի շարժով մեկ քայլը կատարեք նոյեմբերի 16-ին Էջմիածին քաղաքի ընտրություններում, համարելով որ չեք զբաղվում քաղաքականությամբ։ Իսկ եթե ցանկանում եք այս խնդիրների, որը շատ քիչ է ներկայացրեցի, կարելի ասել 1%-ը վերջը տալ, դիմացը առնել, եկեք բոլորով միասին քաղաքականությունը թե ոչ մեկ գրչի ձերքի շարժումով կատարենք ընտրություն նոյեմբերի 16-ին եւ վռնդենք մեր սուրբ քաղաքից, մեր Էջմիածնից, մեր վաղաշապատից այս խայտառակ իշխանական կազմը, այնուհետև աստիճանաբար անցնելով երկրի մաքրմանը։ Սիրելի հայեր, հայրենակիցներ, հայաստանցիներ, ողջ աշխարհի սփյուռքահայեր նույնպես, դուք եք եղեք խորհրդատու այն անձանց, այն ընտանիքներին, ձեր խոսքով, ձեր ոգևորությամբ, ովքեր ունեն հարազատներ, բարեկամներ Էջմիածին քաղաքում բնակվող, գնան ընտրության, կատարեն մեկ գրչի շարժումով ընտրություն նոյեմբերի 16-ին ազատվելու այս խայտառակ իշխանության նզովյալ ազդեցությունից։ Իսկ ես ինքս Կարենե Մարտիրոսյանս, այո, ներկայանում եմ Մայր Հայաստան խմբակցության այսուհետև կուսակցության անունից եւ գնալով ակտիվ, համարձակ, հստակ որոշված իմ քայլին փոխում ենք Էջմիածինս, վերափոխում ենք կրկին, վերակենդանացնում ենք, ինչպես կարելի ասել միայն Աստծո։ Նոյեմբերի 16 բոլորս միասին գնում ենք հաղթանակի։